Որոշեցինք այսօր զավտրակի համար, քանի որ չեմ աշխատում, որոշեցի ինչ-որ սենց լավ երկար պատրաստվող ինչ-որ համով մի բան սարքեմ, ու այսի քիչ կիլոկալորիաներով pancake-ա, բանանով, Greek yogurt-ով, հունական յոգուրտով ու հատապտուղներով։ Հատապտուղները սառացրած են ու միկրովալնովկայի մեջ այդ սառացրած հատապտուղները, որ defrost եմ անում, իրանից դուրս է գալի այդ սիրուն սիրոպի պես բանը, ու սենց դառնում է ոնց որ սիրոպ լցրած լինեմ հատապտուղների ու շատ համով է։ Իսկ այս քիչ կիլոկալորիաներով pancake-ը ուղղակի ձույա, կաթ, մի քիչ ալյուր ու աղի կարամելի սիրոպ։ Աղի կարամելի սիրոպը կարող է սենց քաղցր շաքարային բան հասկացվի, բայց եթե իմ անցած վլոգը նայել եք, կիմանաք, որ այդ աղի կարամելի սիրոպը ունի 0 կիլոկալորիա իր մեջ։ Հələ որ առավոտվա կոֆես չեմ խմել, մի բաժակ ջուր եմ ուղղակի վերցրել, հաց խուտեմ կվերջացնեմ ու արդեն դրանից հետո matcha կխմենք, կփորձենք, երեք թազա matcha եմ առել, տենանք համովա թե չէ։ Սենց իմ այսօրվա զավտրկն է բալկոնում, ինչ-որ շինարարության ձայների տակ, չգիտեմ, լսվում է, չի լսվում իմ ձայնը, բայց հրաշալի օր է, այսօր ոչ մի պլան չունեմ, հələ կմտածեմ այսօր ինչ ենք անելու։ Մոտս նոր սենց notification եկավ Starbucks-ից, որ գարնանային կոլեկցիա է իրանց մոտ, սենց սակուրայի թեմատիկայով բաժակներ, տերմոսներ եւ այլն։ Չգիտեմ, այս քաղաքի Starbucks-ում կլինի, որտեղ որ ես եմ մնում թե չէ, բայց կարելի է գնել նայել, ինչ-որ սենց սիրուն սակուրայի թեմատիկայով բաներ եմ։ Այդ էլ միտք տնից դուրս գալու, ու էլ երկու ուրիշ բան կանենք, սենց իմպրովիզացիա ըստ դրության։ Всё, ձեզ էլ բարի ախորժակի, թե դուք եք հաց ուտում իմ վլոգը նայելով, ես էլ գնամ ուտեմ վերջացնեմ, ու արդեն օրը շարունակենք իրար հետ։ Ուրեմն, գնահատեք մազերս ինչքան է երկարել, բայց հավաքում ենք այս ես անվանում եմ ճապոնական hairstyle, որ սկսենք ճապոնական matcha-ն սարքելը, բայց հեսա հենց սկսեմ սարքել, սկսել եք ծիծաղալ։ Իմ matcha սարքելը, այսօր փորձարկում ենք ես Yosoy barista matcha avena, oat milk-ով matcha, որը արդեն պատրաստի է, ուղղակի պետք է թափել լցնել բաժակի մեջ, թափ տալ լցնել բաժակի մեջ։ Իրան ավելի սենց սիրուն սարքելու համար, հա պրիզենտաբլնի, որ օրինակ կաֆեի կբերեին, մտածում եմ ավելացնեմ սառույց ու սենց մի քիչ այդ բերևի մասից այս կապուչինատորով խփեմ, սենց սիրուն պիենկա առաջանա իրա վրա, բայց երևի առաջնային պետք է լցնել։ Հետո հարել, հետո նոր սառույցը, որ հարմար լինի։ Ասում այսքան երիք է, որ կոֆե խմեմ հետո, որտեղ դեռ կոֆե էլ չեմ խմել։ Այնքան գոհ եմ այս կապուչինատորից, հիշում եք ինչքան էի լցրել ու ինչքան պիենկա առաջացավ, այնքան ուժեղ է ինքը, մի քիչ էլ, որտեղ մեկ էլ հեսակ մինչև տանեմ, բալկոն նստեմ, պատրաստ եմ խմելու, այս փրփուրը քիչ մի քիչ ավելանում, всё լավ, սկանը հերիք է ինձ թվում է։ Ինչ ամբողջ սառույցը լցնեմ ինչքան որ կա։ Հիմա ես ասեմ, թե դուք կասեք 10-ից 10։ This momentin պետք է լինենք մենակ ես ու իմ matcha-ն։
Բայց շատ համով է։ Շնայց գիտեմ, իսկական մատչային չի հասնի, իսկական բնական ձևով պատրաստած, բայց եթե այդ մատչայի հարմարանքներից չունեք, ուսած արագի մեջ մատչա եք ուզում, մտած, եթե օրինակ իսկական են լավ մատչան 10-ից 10-ա, էսի 10-ից 7 հաստատ կտայի։ Ես փորձում եմ մարքեթինգ անել իմ սարքած մատչան։ Գնում եմ ծովի ափին, լանչ անեմ, պատրաստել եմ լանչս արդեն, ու որոշեցի, որ քանի որ ես ուրանելու բան չունեմ, ոչ մի պլաններ չունեմ, անիմաստ ժամանակ չեմ ուզում ծախսեմ ուրիշ տարբեր բաներ անել համար, հենց այնց ինչ-որ խանութ գնալու համար, ուղղակի կվերցնեմ իմ լանչ բոքսը ու կգնամ ծովի ափին կանեմ իմ լանչը, չգիտեմ, շատ ընտիր եղանակ է, հուծի եմ հագնելու, որովհետև թեթև սառը քամի կա, բայց ծովի ափին սենց որ արևը սենց իրա ուղիղ ճառագայթները գցում ա վրա, ահա որ շոկ ա դառնում, այդքանը, գնացինք։ Իմ լանչ բոքսը, գնացինք ծովը։ Ակնոցներս մոռացել եմ, կստացի, բայց գլխարկ վերցրեցի, վերջի վայրկյանին հիշեցի։ Ինչ քուլ եմ ինձ զգում, հիմա դուք չեք պատկերացնի։ Դրոշից կհասկանաք, որ շատ ուժեղ քամի է, բայց հուսում եմ արևի տակ կլինի, գոտերը շեն մրսի։ Pesto սոուսով մակարոն, մի քանի հատ չերի պամիդոր ու հավի բուրգեր։ Չգիտեմ, հույս ունեմ դուք ինձ լսում եք այս ծովի ցայնի տակ։ Ստացի չունեմ ինտերնետ, անջատել եմ ինտերնետս, ուղղակի հիմա այսինքն առանց ինտերնետի մենակով ծովի ափին եմ։ Ուղղակի խոսում եմ կամերայի մեջ ինքս իմ հետ, սենց երևակայությամբ պատկերացնում, որ ինչ-որ մի հատ ընկերոջ հետ է, ով մենակ լսում է ու չի խոսում։ Ինչ ասա, կուզեի կովկս լինեի,
մենակ չլինեի, բայց հիմա սենց է ստացվում, որ մեծամասամբ մենակ եմ լինում։ Սեղ եթե ինչ-որ խնդիր չլիներ copyright-ի են TikTok-ի sound-ը կտնեի, որ երգում է Alone again։ Մա ինչ արած։ Միայնակ ժամանակն էլ։ Ժամանակա, որը պետք չի վատնել։ Այնքան է եղել իմ կյանքում, որ մենակ եմ եղել, բան չեմ արել այդ պատճառով, մտածելով, որ մենակ եմ լավ, հա, մենակ ինչ գնաման այդ բանը անեմ։ Միակ բանը, որ ռեզուլտատը դրանից եկել է, դենա, որ ես ուղղակի կորցրել եմ այդ ժամանակը ու անիմաստ անցկացրել։ Դրա համար որոշել եմ, որ էլ երբեք, անգամ եթե մենակ եմ, չեմ մնա տունը, ուղղակի պարկ եմ հանգստանամ ու մտածեմ, որ էդի հանգստանալ է, որովհետև իմ համար ուղղակի պարկ էլ հանգստանալ, այդ հանգստանալ չի։ Ես դրանից ավելի շատ եմ գնում ինչ-որ սենց դեպրեսիվ ապրումների մեջ, քան որ այսինքն ես բալիս եմ ծովի ապ։ Դուք պատկերացնում եք ես ինչա, չգիտեմ, ինձ որ մի 10 տարի առաջ ասեն գիտես այսինքն ցա լինելու քո կյանքը, ես կյանքում չի հավատա։ Կյանքում չի հավատա, ու այդ դրիվ անկեղծ եմ ասում։ Բայց եթե ունեք երազանքներ, պետք է կամաց փոքր քայլերով գնալ այդ երազանքին։ Ես ում այնքան ուղղակի երազանքները չի, որ համ մեր տանջանքները չի, որ մեզ տանում են դեպի այդ իրականացմանը, այլ ուղղակի հիմա ասեմ, ուսումը բոլորը ահա որ կզարմանան, որ ես ինձ բան եմ ասում, այլ ուղղակի այնա, որ լինելը բարի մարդ, լավ մարդ։ Ու իսում ամեն ինչը տեղից է գալիս։ Երբ որ դու ներքուստ բարի ես ու այդ էներգիան ես տալիս մարդկանց, այդ նույնը միշտ ես ստանում ես։ Առաջ ես տենց չէի։ Իմ կյանքում ամեն ինչ սկսեց դասավորվել ու ավելի լավը լինել ու ես կարացա հասնել իմ նպատակների, երազանքներին, աճել, մենակ նրանից հետո, երբ որ ես փոխեցի իմ ներքին մտածելակերպը։ Սենց ինչ որ մի հատ կարճ փիլիսոփայություն ծովի տոնի։ Գլխարկս հակից մի քիչ մեծ է ու անընդհատ անենց տպավորությունա, որ հեսա քամի թշի կտանի կոփիցս։ Մեկ էլ հույս ունեմ, որ ալիքը ինձ չի հասնի։ Մի բան էլ դու պատմի։ Ես այսքան խոսում եմ։ Հիմա ես ուտեմ, դու խոսա։ Ես գիտեմ, որ իմ վլոգը ուտելուց են նայում։ Նենց որ։ Արևապաշտպան կրեմ, որովհետև մեկա ինչ անում եմ, արևը դեմք է սարկը։ Նենց եմ սիրում ես SPF կրեմի հոտը, միշտ երբ կսում եմ ամառա հիշացնում ու ծովա հիշացնում, տենց էլ կա։ Ես ընդհանրապես հեչ չեմ սիրում մակարոն ու այսօր երևի վերջին մի քանի ամսվա մեջ, վերջին կես տարվա մեջ հաստատ առաջին անգամներ, որ ես մակարոն եմ ուտում, բայց պեստոյով սոուսը որ ունեի, ու այդ մակարոնն էլ որ կար, ասացի այդ ամենաարագ սարքվող բանն է, որ կարամ արագ սարքեմ հետս վերցեմ գնամ ծովի ապ, ասացի ինչու ոչ, ոչինչ։ Հիմա ամառվա դեմ, ուզում եմ մի քիչ նիհարեմ, մի քիչ մարմինս արգի գցեմ, չնայած ես միշտ սպորտով զբաղվում եմ անընդհատ ստաբիլ, բայց իմ բանն էր, որ ես սպորտով զբաղվում եմ ավելի մկան հավաքելու համար, մարմինս
առողջ դարձնելու համար ու ընդհանրապես հա, ուղղակի առողջ լինելու համար էի սպորտով զբաղվում, այլ ոչ թե քաշ կորցնելու ու պահպանում էի ոնց որ կալորիա ու վատնած կալորիա բալանսը։ Հիմա ավելի նենց եմ պահում դիսբալանսը, որ ավելի շատ կալորիա այրեմ, այսինքն ավելի քիչ ուտեմ ուղղակի օրվա ընթացքում։ Մի քիչ այդքան էլ լավ չպահեցի։ Երևի կարողա վիդեոյում տեսնում եք հավաքածս քաշը, բայց բանը նրանում է, որ ես չեմ նեղվում դրանից։ Вообще, ընդհանրապես կսում է body positivity մի հատ բանին եմ հասել, որ ընդհանրապես չեմ նեղվում դրանից, բայց նեղվում եմ, երբ որ ուրիշ մարդիկ են ասում դրա մասին։ Մանավանդ ասենք բարեկամներս։ Պոդքասթում բարեկամներս այս վիդեոն նայելուց է մտածում են, բայց մենք ոչ մի բան չենք ասել, քեզ ընդհանրապես որ դու չաղացել ես։ Ու այս վիդեոից հետո կասեն հաստատ։ Ամեն դեպքում ուզում եմ մի քիչ նիհարեմ, տունը կշերք չունեմ, քաշով չեմ նիհարում, ընդհանրապես չեմ կշռվում, այլ նիհարում եմ սանտիմետրով ու հիմնականում իմ հիմնական հատվածը մարմնիս այդ ոտքերս են։ Միշտ նայում եմ աղջիկներին, որ սենց բարակ սիրուն ոտեր ունեմ ու նախանձում եմ։ Բայց շատ քիչ եմ նախանձում, լավ, շատ քիչ։ Որ կուզեի տենց լինեի, բայց իմ կյանքում ոչ մի բան չէր փոխի այդ։ Հազիվ կայֆ դիրք եմ բռնել, որ արևը դեմքից չի ընկնում։ Այս խնձորն էլ այդքան էլ քաղցր չի, ոնց տենում եք հազիվ եմ ուտում։ Այս քիչ եմ էլ ուզում։ Սենց դրսում խնձոր ուտելը մի տեսակ ծխելու պես է զգացում, որ սենց մի տեսակ ուզել նույն վայբն է տալի։ Ավելի լավ է խնձոր ուտեք ուրեմն, եթե նույն վայբն է տալիս, չէ։ Շատ խոսացի։ Ոնց որ բան լինեմ սենց, волшебник. Я заколдую много лайков. Ինտերնետ էլ չունեմ, այս ինչ պարապեմ։ Անջատեմ մի քիչ քնեմ, հեռախոսս դնեմ գլխիս տակ, որ չգողանան։ Արևը գնաց, հեռախոսս ասեց բրո, հեռախոսիդ մեջ էլ տեղ չկա, այս ինչ երկար վիդեոներ ես նկարում, ու հատուկ ջնջել եմ Brawl Stars-ը, որ կարանամ ձեզ ասեմ հաջողություն։ Հաջողություն, ցտեսություն ու իհարկե մինչ նոր հանդիպում։ Bye. Пока-пока. Նոր պոդքաստ էի լսում, համ պոդքասթում լսում, համ stretching եմ անում, պոդքասթը լսելով, ինքս էլ անալիզ անելով, գլխումս ինձ մի հատ բան հասկացա, որ իմ համար ավելի ցածրակարգ մարդ գոյություն չունի, քան այն մարդը, ով իր դիմացինին կարա վիրավորի արտաքինի համար։ Կամ որոնք ինչ-որ վիդեոներ եմ տենում Instagram-ում, որ կոմենտներում կան մարդիկ, ովքեր այդ վիդեոյի միջի մարդուն վիրավորում են արտաքինի համար։ Այդ ամենացածրակարգ բանն է, որ վիրավորում են չաղ ասելով, վիրավորում են բզուկների պատճառով, վիրավորում են կոլոտ կամ շատ գոյով լինելու պատճառով։ Դա ավելի ցածրակարգ բան չկա դրանից բացի իմ համար։ Այս ամանները նենց են դուրս եկել, կակրոզ այսենց բոուլ էի ուզում ավսյանկայի համար, շատ սիրուն է, ընդամենը 350 եվրո արժի ու սրա սենց տապակն եկա, ուզում եմ սենց համ տապակից, համ ես խորը ամանից, ովելը բաժակն են, բայց ինքան ունեմ սենց բաժակներ,
Բայց ես մեկը ինչ-որ շոտ հարմար է։ Չգիտեմ, շոտ ուզում եմ այս կոլեկցիան ունենամ։ Ոնց այս բուտիկա որը։ Շուտ սիրուն է։ Ստեղ էլ սենց տարբեր պոստերներ կան պատին կպցնելով։ Բայց ես չեմ սիրում արդեն սենց պատրաստի բան, սիրում եմ օրինակ ինչ-որ հատուկ մի բան, որ իմ դուրը գալիս է, առնել, փոխել նկարը դրան, այլ ոչ թե սենց պատրաստի, բայց ճիշտ եմ ասում, խոհանոցումս այ էս նարինջներով նկարը հաստատ կկախեի։ Այս մեկը հենց կոնկրետ կամ այս լիմոնները դուրս եմ եկել տնից ու ուղղակի սենց ճանապարհին մտա այս յուսկ խանութը Հայաստանում էլ կա այս խանութից ու սենց ուղղակի մի պահ մտա նայեմ դուրս գամ, բայց բան չեմ առնի այս պահին։ Հələ ինչ աման է։ Մա ես չեմ դուրքեք, բայց ասեմ սրան cute։ Ճամանա։ Դզետ։ Բայց այսինքն բաների իմաստը չեմ հասկանում, մենակ ես ինչ է։ Պրոստը սենց hello-ի կտոր։ Ինչի ում է պետք, ում ինչին է պետք։ Ընդ արդեն աչքս տենում է սենց սիրուն բաներ։ Սենց վազочка։ Այս ինչ լավն է։ Բարձր։ Դաժակ։ Օրինակ սրանք էլ են կայքը, բայց սենց շատ մանկական պրինտեր ունեն իրանց վրա։ Այն գետիկներով ավելի է դուրս գալի։ Ասել է շատ սիրուն է։ Վազочка։ Սենց կան, սենց։ Ու գները ընդամենը 6 եվրո։ Այս բաժակը ընդամենը 5 եվրո արժե հեսա։ Ստեղ ինչ-որ կլուբնիկայի ձևով վազա է եղել, որը չկա էլ, բայց հենց ինչ սիրուն է։ Շատ լավն է, շատ եմ ուզում, պրոստը այս ինչ անհարմար է։ Ոչս բռնիչով լիներ, գոնե, կուժը, լիմոնիկով, ուջուրիկ լիմոնը իրա վրա, որ շատ ադովս գալի ամեն ինչ, ես բաժակը վոբշե կյուտ է, ունի ինչ լավն է, նենց հաճելի աստաղ կպնետը չեք պատկերացնի, սա ուրիշ գույներն է ունի, բա ես բազան, սենց չոր, 12 եվրո ընդամենը։ Ես էլ ինչ-որ աման է, բայց շատ վերևած էր չեմ տա, բայց արդեն երևում է, ես իրա դիզայնն էլ է կայվ։ Չեմ ձեր տա ես ամանը ձեր չի ասնի։ Ես լիմոններով վազիչկան է շատ դուրս է կար, շատ սիմուն է։ Գույները, ձևը, դիզայնը։ Լավ, ես կլուբնիկաների հատվածն եմ ցույց տալիս ու վсё։ Այս ծաղկամանը 9 եվրո ընդամենը։ Շատ լավն է։ Ու ես կարող եմ վերցնեմ այս ծաղկամանը, սենց բուջուրիկ աման, այսի բանա, սթից հա բեյքն։ Թե այս մյուս ծաղկամանը վերցնեմ, լա ինչ լավն է։ Կամ այս մեկը սենց բուջուրիկ կլուբնիչկայո, այս լիմոնով բաժակը, օքեյ։ Եմ այնքան կայֆ բաներ կան, չեմ կարում կողմնորոշում ինձ ինչն է պետք, ինչը պետք չի, որտեղ բոլորը դուրս գալիս են անխտիր։ Այս ամենակայֆ բաներից մեկն է սենց բաժակա, մոմով մեջը բաժակ, Midnight Fantasy։ Մոմը երևի հալվում է ու դառնում է բաժակ, իրան կարելի է մաքրել, օգտագործել։ Ու նույնը այս բաժակն է, ոչ շատ ծանր է այս մեկը։ Այս բաժակը բա ինչ cute է, 3 եվրո է ընդամենը, ու սրա կապույտն էլ կա։ Էսի вообще այս նույն ամանից Flying Tiger-ում էլ կար։